մենք մեր առօրյայում շատ ենք ունեցել առիթներ երթում տալու կամ երթում լսելու մեզանից անկախ։ Մինչ ապաշխարելը, գուցե ապաշխարելուց հետո էլ մարդը եթե Աստծո խոսքից կրթված չլինի, գուցե չնկատի էլ, որ դա կատարվում է իր կյանքում եւ ինչպես պետք է վերաբերվի այդ հարցի հետ կապված, որ Տիրոջ կամքը որն է, ինչպես վերաբերվել այս հարցի հետ կապված։ Նախ ինչ է երթումը։ Երթումը դա խոսք է, որը իր մեջ ունի օբյեկտ եւ այդ օբյեկտը երթվող մարդու համար ամենաբարձր արժեքն է եւ հեղինակությունը։ Երթման խոսքը հաստատվում է խոսողի խոսքի ճշմարիտ եւ անփոփոխ լինելը։ Երթվում են այն նպատակով, որ իրենց խոսքը հաստատեն, որ ճշմարիտ է կամ ինչ համար որ երթվում են, անփոփոխ է։ Սա բավական լուրջ հարց է։ Եվ այս հարցի հետ կապված Աստված իր ծառաներին առաջնորդել է խոսեն եւ հին կտակարանում գրվի եւ նոր կտակարանում Տեր Հիսուս խոսել այս հարցի հետ կապված։ Ուրեմն ինչ նայեցին, կարծես մի սահմանում երթում ինչ է համարվում, որը խոսք է, որի մեջ կա մի օբյեկտ, որով երթվում ես։ Ինչով որ երթվում ես, դա քեզ համար թանկ է, թանկ բանով ես երթվում եւ նպատակը է, որ դու հաստատես քո խոսքի ճշմարիտ լինելը կամ ինչ որ մի խոստում ես տալիս կատարելու, որ անպայման պետք է կատարես խոսքը։ Հին կտակարանում Աստված թույլ էր տվել, որ մարդիկ երթվեին վիճահարույց հարցերի շուրջ, ասենք մեկը մեղադրվում էր ինչ-որ մի հարցում, նա էլ ասում էր, չէ, ես դա չեմ արել, փաստեր չկար, բայց կասկածով կամ ինչ-որ առիթներից դրդված մեղադրվում էր, բայց այդ մարդը ասում է, չէ, ես դա չեմ արել եւ երթվում էր։ Դրանով ցույց տար իբրև, որ ինքը հաստատ է ասում, որ ինքը չի արել։ Հինկտականյան գրքում խոսվում է, որ երթվելու իրավունք ունեին միայն Աստծով։ Այսօր մենք էլ, որ ապաշխարել ենք, Աստվածաշնչով ճանաչել Աստծո մեծությունը, մենք հասկանում ենք, որ ամենաբարձրն Աստված է։ Եթե մեկը երթվեր, պիտի ամենաբարձրով երթվեր։ Եվ թե առավել եւս ամենաբարձրով Աստծով երթվեր եւ խոսքը չկատարեր, իր երթված խոստումը չկատարեր, նա մեղանչում էր, համարում էր հանցավոր, մեղավոր մարդ։ Եվ գուցե մեր կյանքում էլ շատ բաներ արել ենք, չենք նկատել, երթվել ենք, երթումներ ենք արել, հիմա ապաշխարել ենք, դրանց վրա ուշադրություն չենք դարձրել, արել ենք բաներ, խոստացել ու երթվել ենք, որ կանենք ու չի ստացվել, չենք կարողացել անել, չենք էլ հիշել, որ խնդրենք Տեր մեզ ների։ Տերը ների ամեն նման սխալ արարքներ, որ խոստացել ենք, երթվել ենք ու չենք կարել։ Կարդամ Եբրայեցիս նամակից այդ հարցի հետ կապված, Եբրայեցիս նամակի 6-րդ գլխից, սա այն պահն էր, որ Աստված Աբրահամին խոստացել էր, խոստում էր տվել եւ հետո երթումով իր խոստումը հաստատեց, ուրեմն 6-րդ գլխի 13 համարից կկարդամ 13 համարից կկարդամ մինչև 17-ը, որովհետև երբ որ Աստված խոստմունք տվավ Աբրահամին, այն պատճառով, որ ուրիշ ավելի մեծը չուներ, որ նրանով երթում աներ, իր անձով երթում արավ եւ ասեց. այո, օրհնելով կօրհնեմ քեզ եւ շատացնելով կշատացնեմ քեզ, եւ այսպես երկայնամիտ լինելով հասավ խոստմունքին։ Իրավի մարդիկ ավելի մեծով են երթում անում եւ նրանց բոլոր հակառակության վճիռ բանը հաստատելու համար երթումն է, որով
Աստված առավել ևս կամենալով խոստմունքի ժառանգորդներին ցույց տալ իր խորհրդի անփոփոխ լինելը երթումը մեջ բերավ։ Խոստում տրվել էր Աբրահամին, բայց արժանացավ նաև երդմամբ այդ խոստումը հաստատվելուն։ Այստեղ տեսեք, մարդիկ ավելի մեծով են երդում անում, եւ Աստված Աբրահամի երբ որ ուզում էր իր խոստումը երդումով հաստատեր, քանի որ իրենից մեծ չկար, իր անձով երդում արեց։ Ուշադրություն եք դարձնում։ Հետևաբար մենք էլ պետք է մի հատ մեզ նայենք, մեր անցյալը շատ եղել է դեպքեր, որ երդումներ են կարել մեզ համար թանկամարվող խորով, մորով, կամ ինչ-որ երեխայով, կամ ինչ-որ մի այլ բաներով, փաստորեն մեղանչել ենք։ Սա չի նշանակում, եթե այսօր ճանաչում ենք Աստծուն մեծ, մենք ցածրացնում ենք մեր հորը, մեր մորը, արժեքազրկվում է մեր աչքին մեր երեխան, ոչ։ Նրանք իրենց դիրքում են մեզ համար, մնում են իրենց դիրքում։ Սակայն ավելի մեծ է հայտնի լինում մեզ, ավետարանով հայտնի է լինում, որ Աստված է մեծը։ Եվ ինչպես որ մարդիկ, որ իր կարիքի դեպքում երդվել են, մեծով են երդվել, բայց մենք չճանաչելով Աստծուն, նրա մեծությունը, երդվել ենք այնպիսի բաներով, որ կարծես մեզ համար հեղինակությունը դրանք են, դրանից առավել չենք տեսեւորույցի մեկին։ Տերը մեզ ների, որքան որ արել ենք այդպիսի սխալներ։ Երդվել ենք այլ բաներով։ Մանավանդ, որ երդվել ու չենք կատարել, Տերը դա էլ ների։ Սակայն այսօր հնարավորություն է տվել Տերը զղջալու, խոստովանելու, մի հատ վերհիշելու անցյալը, որ Տիրոջ առաջ գալով մարդը սրբվի, մաքրվի, չարը բռնելու տեղ չունենա մեր կյանքում։ Տեր Հիսուսը երդման հետ կապված խոսեց Նոր Կտակարանում, այսինքն իրեն հետևողներին, իրեն ճանաչողներին, հետևողներին պատվիրեց, որ չերթվել։ Գնայինք հիմա, ինչու։ Միթե դա մեղք էր, ոչ թե մեղք, այլ մեր ապահովության համար։ Եվ սա կկարդամ այդ համարը, Տիրոջ պատվերը մեզ համար վերջնական է, հրահանգ է, եւ եթե մարդը ուշադրություն չդարձնի, արդեն պատվերն է խախտում Տեր Հիսուսի։ Ուշադրություն դարձրեք, խոստումը եւ երդումը տարբեր են, այսինքն խոստումն էլ հաստատ է, սակայն այնպես չէ, որ մի բան խոստացար, խոստումը պետք է մարդը իմիջայլոց նայի խոստման խոսքերին, սակայն կա պայմանական, չէ, ասենք խոստում, որ դիմացինի հետ կապված է, դու այս արարքը արեցիր, ես էլ այս բանը կանեմ։ Բայց եթե դիմացինը խախտեր իր քայլերը, չէ, օրինակ մեկը մտնում է աշխատանքի, պայմանագիր են կազմում, որ ինքը հավատարմությամբ նորմալ աշխատի, եւ աշխատատերը վճարի նրան իր աշխատանքի համեմատ, բայց եթե նա գողություն անի, անփույթ գտնվի, այս ժամանակ աշխատատերը, որ պիտի վճարեր, իրավունք ունի չվճարի, կամ ասենք վնասած բաներին պահանջի, ասի ես աշխատել եմ, դու իմ աշխատավարձը, դու այսպիսի վերաբերմունք ես ցույց տվել, չէ, բայց եթե երդվի, որ քեզ ամսական այսքան վճար պիտի տամ, անկախ դիմացինի լավ ու վատ վերաբերմունքից ինքը երդվել է, որ այսքան վճար պիտի տամ, պիտի տա, անկախ արդեն դիմացինի վերաբերմունքից, դառնում է ոչ պայմանական։ Հետարքիր է, որ Տեր Հիսուսը այդ ամեն օրհնությունները մեզ տալով, սա էլ է օրհնություն, որ հրահանգ տվեց չերթվել մեր ապահովության համար, մեզ ապահովեց այդ պատվիրանով։ Կարդամ Մատթեոս ավետարանի
5-րդ գլխի 33 համարից նախասեմ ժողովուրդ երթման թեմա ունենք ճշմարտության 33 նիստեր դասագրքում ես այդ թեմայի մանրամասնության մասին չեմ խոսում այնտեղ շատ լավ կարևոր օրինալ մտքեր կան որ պետք են հավատացյալ մարդու համար իսկ կոնկրետ պրակտիկ մեր կյանքում երթման հետ կապված ինչպես վերաբերվել մեզ վերաբերվող որոշակի հարցերին կանդրադառնամ Կարդում եմ Մատթեոսի ավետարանի 5-րդ գլխի 33-ից 37 համարները Դարձյալ լսել եք որ ասվեցավ առաջիններին սուտ երթում մի անիր բայց Տիրոջը վճարի քո երթմունքը բայց ես ասում եմ ձեզ բնավ երթում մի անիր ահա պատվերը Բնավ երթում մի անիր, ես ասում եմ ձեզ, ոչ երկնքով, որովհետև նա աթոռ է Աստծո, և ոչ երկրով, որովհետև պատվանդան է նրա ոտների, և ոչ Երուսաղեմով, որ քաղաք է մեծ թագավորի, և ոչ քո գլխով են երթում արա, որովհետև կարող չես մեկ մազը սպիտակ անել կամ սև, բայց ձեր խոսքը լինի այոն այո և ոչը ոչ, սրանից ավելին չարից է Պաստորեն այդ ժամանակներում ինչ-որ մեկը մեկին սովորացնում էին երթման այլ ձևեր, թեկուզ ունեին պատվեր, մենք քո Տեր Աստծո անունով երթվես։ Բայց էլի երկնքով երթվել ու այնպիսի բան էին սովորեցրել, որ կարծես կարելի է երկով երթվես, գուցե այնքան էլ պատասխանատվության տակ չես ընկնի, բայց ինչի ասում, աթոռն է Աստծո։ Մի արա այդպես։ Ոչ երկնքով, ոչ երկրով, որ պատվանդան է ոտների, միջև անգամ քո անձով։ Ինչը կարասան փոխես։ Դու կարող ես քո մազը սևը սպիտակ անել, կներկես, կսևանա, բայց նորից սպիտակը կաչի։ Չես կարող քո անձի վրա էլ մի բան փոխես։ Քեզ համար դա էլ հիմք չէ։ Եթե մարդիկ երթվեին, պիտի Աստծով երթվեին, Աստծով, սակայն Տեր Հիսուսը ասեց մի երթվեք, բնավ մի երթվեք, ձեր խոսքը այոն այո լինի, ոչը ոչ, սրանից ավելին չարից է։ Չգիտեմ ձեզ հանդիպել է դեպքեր, թե չէ, որ ասենք մեկը մոտենում է, խնդրում է ինչ-որ մի բան անես իր համար, մի հատ խնդրանքով եմ եկել, մի հատ խնդրանքով, բայց նախորոք խնդրում եմ երթում արա, որ կանես, կամ իմ խնդրանքը կտաս։ Հետ եղել այդպես մարդիկ մոտենան։ Բայց ինչպես երթվեմ։ Ես ինձ փորձանքի մեջ գցեմ։ Կարող է մի բան է ուզում, որ իրավունք չի տալ։ Ուզում է մի բան խոսեմ, որ իրավունք չի խոսեմ։ Ո՞նց կարելի է այդպես անել։ Ինքը մարդիկ որոշները գիտակցաբար, որոշները անգիտակցաբար ուզում են թակարդ գցել մարդուն։ Իսկ սատանան էլ օգտվում է դրանից։ Գիտի, որ ամեն բան մենք չենք կարող անել։ Եվ եթե երթվենք, հետո չկարանանք անել, մեղանչելու ենք, մեղքի մեջ ենք ընկնելու։ Դրա համար Տերն ասում է չարից է մի արա։ Այոն այո լինի, ոչը ոչ։ Մի երթվիր։ Ասում է, հմիջի չես հարգում, ինչի չես երթվում։ Հարգելն ուրիշ բան է։ Հարգանք պահանջել, այն չափով, որ մարդը երթումով ինչ-որ բան խոստանա, սա ուրիշ բան է։ Սա հենց այդ պահանջողը չի հարգում ինձ, որ այդպիսի բան է պահանջում։ Ուզում է մի բան անեմ, որ իմ իրավունքի խախտումն է, ինձ համար է մեղք։ Չպետք է մարդը ազդվի։ Կամ դեպքեր են լինում, ինչպես որ այսօր կարող են հանդիպել վիճահարույց հարցեր։ Կասկածով մեկը մեղադրվի, ոնց որ ինքը տակարանում, թեկուզ նաև նոր կտակարանում։ Խոսակցության ընթացքում ասում են, չէ, ես համոզված եմ, որ դու ես արել ես բանը։ Դիմացին ասում է, չէ, ես չեմ արել։ Դե երթվի։ Երթում պահանջելն էլ մեղք է։ Արդեն ասում է, ձեր այոն այո լինի, ոչը ոչ, արդեն դրանից ավելին չարից է։ Եթե ես եմ ստիպում դիմացինին երթվի, այսինքն ես չարի ուզածն եմ անում։ Մի արա։
Եթե արել ես հիշում ես նման բան, խնդրի Տերը ների, կամ ինչ որ մեկի հանդեպ ես ասել, իրան էլ ասա, թե ինձ կներես, որ ես սխալ պահանջ եմ դրել, Աստծո ուզածը չի եղել, ես մեղանչել եմ քո առաջին։ Չարը բռնելու տեղ չունենա մեր կյանքում։ Ոչ մենք երթվենք, ոչ էլ մենք ուրիշին գցենք թակարդ, դիմացինը երթվի։ Կամ այլ հարցերում պայմանավորվում ենք ինչ որ գործեր կազմակերպել, ինչ որ գործեր անել, աշխատանքներ կազմակերպել, տարբեր առօրյանում մենք տարբեր հարցերում մեկս մեկի հետ խոսում ենք, պայմանավորվածություն ենք ունենում, թե ընտանիքում, թե աշխատանքային կոլեկտիվում, դա բնական բան է, չէ՞։ Եթե օրինակ պայմանավորվում եմ, այսինչ ժամին ես այսինչ տեղը կլինեմ եւ երթվում եմ, անկախ ամեն ինչից ես դա պիտի անեմ։ Սակայն եթե երթումով չէ, պայմանավորվել ենք, մեկ մարդիկ ճիշտ միտք ունեցող ասում են առաջ Աստված, չէ՞, թող Աստծո կամք լինի, ինչ նկատի ունեն, հաջողություն տա Աստված, որ ես կարողանամ գալ այդ պայմանավորված ժամին անխափան լինի։ Հավաքույթ ենք կազմակերպում, պատկերացրեք, երթվենք, պիտի անպայման գանք հավաքույթ։ Հիվանդացար, ջերմությունը բարձրացավ, չես կարող գաս, բայց որ երթվել ես, պատգարակի վրա էլ պիտի բերեն քեզ հավաքույթի։ Բայց երբ որ դա սխալը չես արել, չես երթվել, դերը տեսնեք ինչ օրինալ բաների ասում։ Այդ սխալը չեմ արել, հասկանում եմ, սա հարգելի պատճառ է։ Տարբեր պատճառներ կարող են լինել հարգելի, որ մարդը չկարողանա մասնակցել, չկարողանա իր պայմանավորված ժամին ինչ որ տեղ լինել։ Ասենք դիմացին է սպասում է, այսօր ունենք զանգելու հնարավորություն, առաջ չունենք։ Մարդիկ գնում են, սպասում են, իրենց հետ ժամադրված մարդը չէր կարող գար, ջղայնանում էր, իր մեջ իրան ուտում էր ներվայնությունից, հետո որ իմանում էր ինչ պատճառով չի եկել, իր մեջ ասում այ մարդ ես իմ մեջ ջղայնանում ես խեղճ մարդը, ինչ դեպք կա պատահել իրան, հարգելի պատճառով չի եկել։ Ու չի բարկանում, որովհետև այս մարդը չէր երթվել, ասել է կգամ, բայց չի ստացվել, այնպիսի իրավիճակ է եղել, որ չի կարողացել։ Ուշադրություն եք դարձնում, խոսք կա, որ ասենք կարող է չկարանաս անես, բայց որ երթվեցիր, ընկար թակարդ։ Այդ թակարդ չընկնելու համար Տերը ասում էր մի երթվեք։ Սա բարի խրատ է մեզ համար։ Կամ մեկ այլ հարցի շուրջ, որ եւս կարևոր է, որ շատ անգամ մարդիկ երթվում են։ Ինչ որ բաներ են պատմում, ինչ որ դեպքեր, որ կատարվել է, իրենց համար կարևոր է այդ դեպքը հիշեն, քննարկեն, 2 կամ 3 հոգի ներկա են եղել պատահած մի դեպքի, մեկը պատմում է, այլ բաներ է նկատել եւ տպավորվել իր վրա, լավ է հիշում, մնացած բաները պատմում է, բայց լավ չի հիշում։ Ներկաներից մյուսն է պատմում, նա էլ ուրիշ մի նկատելի բաներ է իր համար տպավորվել, այս մարդու տեսածը իր համար լավ չի հիշվում։ Այս մարդու տեսածը, որ լավ էր հիշում, ինքն է սխալ հիշում։ Երկուսն էլ ունեն գուցե թե ճիշտ հիշողը դեպքի մեջ հիշելու բաներ, երկուսն էլ ունեն սխալ հիշվող բաներ։ Ու պատկերացրեք, ասում է, չէ, դեպքը տենց չի եղել, սենց է եղել ու երթվում են։ Մեղքի մեջ են ընկնելու։ Այնքան է պատահել, որ ես մի ինչ որ դեպքի հետ կապված ուզեցել եմ հիշել, հետո ներկաներից հարցրել եմ, անեց բաները կինս հիշում, որ զարմանում եմ։ Իրանից հարցնում եմ, նենց մանրամասն պատմում, ասում այ քեզ բան։ Փառք ասում, լավ չէ, որ մարդը մենակ լինի։ Լրացնում է այդ պակասը։ Տեսնում, չէ, իրոք բան, ներկայիս դժվարանում եմ հիշել։ Եվ եթե երթումով ասի, չէ, հաստատ սենց է եղել, մեղանչած է լինելու։ Պարզվել էր, որ ես սխալ եմ հիշում։ Այդ դեպքը տենց չի եղել։ Դրա համար ոչ մեկ թող չհամարձակվի, իբրև ամեն ինչ լավ կհիշի, երթումով վստահություն ունենա, դա ինքնավստահություն հպարտություն է։
եւ թույլ է տալիս մարդ, Տիրոջ ասած ասում մի երթվեք, բնավ մի երթվեք։ Մարդը զանցանի դա։ Սա մեր ապահովության համար է, սակայն ուշադրություն դարձրեք, Տերը այդ ապահովությունը մեզ տալու, այդ ապահով խրատը, որ ցանկի պես է, ցանկապատի պես է մեզ համար, եթե մենք քանդում ենք այդ ապահով խրատը, ցանկապատը, մենք գցելու ենք մեզ փորձանքի մեջ, սակայն Տերը այս խրատը տալով չի ասում եղեք անպատասխանատու մարդիկ, ձեր այոն այո լինի, ոչը ոչ։ Այսինքն, ինչ որ ճիշտ վկայություն ես քո հիշողության չափով հիշում, ճիշտն ասա առանց երթվելու։ Չես կարող լավ հիշես, ասա չեմ կարող հիշել։ Կամ պայմանավորվում ես միտեղ գնալու, դու պատասխանատվությամբ եղիր, այո կամ ոչ, դրան նման է պայմանավորվածությունը, այո լինի, եթե չկա հարգելի պատճառ, սակայն մարդը սովորություն ունի իր պայմանավորվածությունները խախտելու, սա անպատասխանատու մարդ է։ Տերը դա չի ուզում, դրա համար է ասում, ձեր այոն այո լինի, չի նշանակում, եթե չես երթվել, լինես անպատասխանատու, եթե մի բան ոչ ես ասել, ճիշտ է, սխալ է, չպիտի անել, չպիտի գնալ այդ տեղը, մի գնա։ Պատկերացնում եք, երթման պատճառով մարդիկ Սուրբ գրքում դեպքեր կան, որ թակարդ ընկան։ Օրինակ Հերովդեսը, հիշում եք, ինքը բանտարկել էր Հովհաննեսին։ Բանտարկել էր Հերովդիայի պատճառով, որ օրենք չէր նրան կնության առնել, Մատթեոս Ավետարան 14-րդ գլխում է դա գրված, 3-ից 12 համարներում։ Բայց ինքը Հովհաննեսին վստահում էր որպես Աստծո մարդ, լսում նրանից խոսք, հաճախակի գնում էր նրա մոտ նստում, թեկուզ բանտարկված Հովհաննեսը, գնում էր նրա մոտ եւ հարց էր տալիս, նրա խրատներով առաջնորդվում։ Մի օր ծննդյան օրը Հերովդիայի աղջիկը պարեց եւ շատ հաճելի պարեց, բոլորին դուր եկավ, ոգևորված Հերովդեսը երթումով խոստացավ այդ լավ պարելու համար, ինձանից խնդրիր մինչև թագավորության կեսն էլ որ խնդրես կտամ։ Նա էլ գնաց մորից խրատ առած, ասեց Հովհաննեսի գլուխը դուր, կտրիր, սկուտեղի վրա թող տան ինձ, քանի որ երթվել էր, ներկաների պատճառով, իր երթման պատճառով տրտմեց, բայց արեց, նա չէր ուզում դա աներ, բայց իր երթման պատճառով արեց, թակարդ ընկավ, չար բան արեց, որ ասում է մի երթվիր, դրանի այո լինի ոչը ոչ, դրանից ավելին չարիցն է, փաստացի չարից էր։ Մոգերը երբ որ եկան թագավորի մոտ, որտեղ է հրեաների ծնված թագավորը հարցրեցին, նրանք ուղղություն առած գնացին Բեթլեհեմ։ Բայց երբ որ պիտի ետ դառնային, թագավորն ասել էր, որ գտնեք, եկեք ինձ էլ ասեք, որտեղ է գնամ երկրպագեմ, բայց իր սրտում չար նպատակ կար, որ կորցներ Հիսուս մանուկի, սպաներ։ Տերը հայտնեց նրանց թագավորի չար նպատակը եւ ասեց մի գնացեք, մի ասեք։ Այս մարդիկ եթե երթված լինեին, չէին կարա չասեին։ Չէին երթվել։ Ասել են եղավ թագավոր, որ գտնենք գանք ասեն, բայց որ Տերն ասեց նա չար նպատակ ունի, դա պատճառ էր, հարգելի պատճառ, որ չգնային ասեին։ Չգնացին թագավորի մոտ, այլ ճանապարհով վերադարձան իրենց երկիրը, չընկան թակարդի մեջ։ Այ եթե երթվեն, որ ասում է, դրանից ավելին չարիցն է, չար ծուղակի մեջ կընկնեին։ Պատկերացնում եք։ Դրա համար Տերը մեզ զգուշացնում է, ձեր այոն այո լինի, ոչը ոչ։ Սակայն ուշադրություն դարձրեք, որ ասում է, ոմանք երկնքով են երթվում, թույլ են տալիս երկնքով երթվեն, ոմանք երկրով երթվեն, փաստորեն օտար բաներ կար, երթման հետ կապված ուսմունքներ էր տարածվել այդ ժողովրդի մեջ։ Եվ
23-րդ գլխում Մատթեոս ավետարանի ուշադրություն դարձրեք, տեսեք ովքեր էին անում այդ բանը։ 23-րդ գլխում Մատթեոս ավետարանի 15 համարից 22-ը կկարդամ. Վայ ձեզ դպիրներ եւ փարիսեցիներ, կեղծավորներ, որ շուռ եք գալիս ծով եւ ցամաք, որ մեկը նորահավատ անեք եւ երբ որ լինում է, այսինքն դառնում է ձեր ուսմունքին, նրան ձեզանից երկպատիկ կրկնակի ավելի գեհենի որդի եք անում։ Երբ որ մեկը ձեր վարդապետություն ընտրում է, ավելի հաստատվում է կորուստ գնալու մեջ։ Վայ ձեզ քույրեր եւ առաջնորդներ, որ ասում եք, ով որ տաճարով են երթում անե, մի բան չէ, բայց ով որ տաճարի ոսկով երթում անե, պարտական է։ Հիմարներ եւ քույրեր, ո՞րն է արդյոք ավելի մեծ, ոսկին թե տաճարը, որ սրբում է ոսկով։ Շատին դարձնեք ինչ էին սովորացնում։ Սուր երթում։ Բայց իրենք էլ չէին հասկանում տաճարի կարևորությունը։ Ասում են, երբ որ դու տաճարով երթվես, բաներ կա, որ տենում ես սուտ է, պարտադրում են քեզ երթվես, ասա տաճարով եմ երթվում, պարտական չես կատարես։ Սենց բան էին սովորացնում։ Բայց ասում են, ո՞րն է ավելի մեծ տաճարը, թե ասում եք տաճարում եղող ոսկով որ երթվես, վայ, պարտական կլինես։ Շահամոլ մարդու համար ոսկին է աչքին երևում։ Այդ ոսկին քանի տաճարում չէր, այսինքն ընծայված չէր տիրոջ գործի համար, ուներ ինչ որ մի գին։ Երբ որ դա տրվեց տիրոջ գործի համար, նրա գինը առանձնացավ։ Սուրբ է, որպես ընծայված Աստծուն, նրա գինը մեծացավ։ Տաճարում եղող ոսկու գինը ուրիշ է, դրսում եղող ոսկու գինը ուրիշ արժեք ունի։ Չէին հասկանում։ Այսօր տաճարի խորհուրդն է եկեղեցին։ Շատ մարդիկ այսօր եկեղեցու մեծությունը չեն հասկանում։ Շարունակեմ, հետո դրան կանդրադառնանք։ Տաճարի հետ կապված էլի է խոսում, էլի նայենք։ Ով որ ասում է, սովորեցնում են այլ կերպել։ Ով որ սեղանով երթում անե, մի բան չէ, բայց ով որ նրա վրա լինող պատարակով երթում անե, պարտական է։ Հիմարներ եւ քույրեր, ո՞րն է արդյոք ավելի մեծ, պատարակը թե սեղանը, որ սրբում է պատարակին, երբ որ մի բան զոհաբերելու ես բերե, երբ դրեցիր զոհասեղանին, որ այդտեղ զոհերեն մատուցում դեպի Աստված, դա առանձնացավ, սուրբ է անում, այսինքն պատկանեց Աստծուն, դրա գինը ուրիշ է։ Դուք չեք հասկանում, որ սեղանի, զոհասեղանին ավելի մեծ է դա սեղանը, բայց հակառակ են սովորեցնում, սեղանով երթվես պարտական չես, զոհով երթվես, այ պարտական ես, արդ սեղանով երթում անողը նրանով եւ այն բոլոր բաներով է երթում անում, որ նրա վրա են, եւ տաճարով երթում անողը նրանով եւ նրանում բնակվողով է երթում անում։ Երկնքով երթում անողը Աստծո աթոռով է երթում անում եւ նրա վրա նստողով։ Մարդիկ երբ ասում են երկինքը վկա, նկատի ունի երկնքում բնակվողը վկա։ Տաճարում Աստծո ներկայություն, այսինքն եկեղեցին։ Այսօր տաճարը խորհուրդն էր եկեղեցու։ Շատ մարդիկ եկեղեցու մեծությունն էլ չեն հասկանում։ Եվ դրա համար համարձակվում են մարդկանց եկեղեցու դեմ տրամադրել, համարձակության մղել քայլեր անել եկեղեցու դեմ, եկեղեցում բնակվողի դեմ է։ Եկեղեցում դուք եք կենդանի Աստծո տաճարը, որ Աստծո ոգին բնակվում է։ Եկեղեցում Աստված է, եւ նրա դեմ են դրդում մարդկանց չար խորհուրդներ հանելու, համարձակություն ունենան, կարծես թե մի սովորական մի խումբի մասին է խոսքը, ոչ, դա Աստծո ժողովուրդն է, որում բնակված է Աստված։ Իբրև հոգևոր առաջնորդներ էին, չգիտեին դա։ Սուտ երթումներ էին սովորացնում ժողովրդին, սուտ երթումներ անել, անպատասխանատու մարդ կդառնա մարդը, եթե նման օրինակների հետևի։ Թեկուզ մի բանով է երթվում, որ փոքր հարց է, բայց իր նպատակն է խաբել, չէ՞։ Ինչի է սուտ երթում անում, որ խաբի, իր սուտը ճիշտ ցույց տա, հաստատի դիմացինի համար։ Իր խոստումը իբրև թե անպայման անելու է։ Շատ մարդիկ ասում են, իրենց խորով երթում են անում,
բայց միջավայրին հայտնի են որպես արդեն պրոֆեսիոնալ խաբեբաներ, ասում է թեկուզ հորով է երթվում խորանով, բայց ինքը նպատակն է սա, որ քեզանից փողը վերցնի ու չտա։ Ասում հորով երթվում է, որ մի շապատից կտամ, նա չի տա։ Գիտենք իրան, ճանաչում ենք իրան։ Անպատասխանատու մարդ։ Աստծո երկյուղ ունեցող մարդու համար այոն այո է, ոչը ոչ։ Եվ եթե մի բան խոստանում է եւ չի կարող անի, հարգելի պատճառով կարող է չանել, որի եւ այդ հարգելի պատճառը նրան մեղադրական չէր լինի, բայց եթե երթվեց, մեղադրական է արդեն։ Պիտի հարգելի պատճառ չկա, պիտի իրականացնի։ Տեր Հիսուսի պատվերը սա է. բնավ մի երթվեք, դրանից ավելին չարիցն է, եւ ոչ էլ դուք մեկին դրթեք, որ երթվի։ Նույնիսկ թեկուզ Տիրոջ անունով, որ ասենք ուրիշ մեկով չեմ երթվում, բարձրալով եմ երթվում, մի երթվի, դա էլ մի արա։ Ոչ թե երթվելը մեղք էր, այլ մեղքին գնելու քեզ փորձանքի մեջ կգցես։ Տիրոջ խրատը մեր ապահովության համար է։ Շատ բաներ մենք զղջացել ենք, խնդրել ենք ապաշխարելու ժամանակ Տերը մեզների, մեր անցյալի հետ կապված մեղքեր, բայց դեպքեր կա, հարցեր կա, որ մոռացել ենք, նկատենք դա։ Նույն նմանատիպ հարցեր ունենք երթման խոսքը։ Ինչ որ տեսնում եք ձեր կյանքում, երթվել եք այսպիսի ինչ որ լսեցինք խոսքի համեմատ, սխալներ վերհիշեցիք, խնդրեք Տերը ների։ Եվ ավելի զգուշությամբ վարվեք, դուք էլ չերթվեք, ձեզ թակարդ չգցեք, ուրիշին էլ թակարդ չգցենք, աղոթք անենք։